Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ արևն ամեն օր ծագում, այնպես էլ ամեն օր ես ուզում եմ ցույց տալ ձեզ հրաշալի տեսարան։ Պատկերասրահը սիրուն տեսք ա ստացել։ Եվ ամեն օր, ամեն մի վայրկյանը մեկ փոխվում է։ Խաղաղ ու հանգիստ։ Կռունկների չվելու ձայնը այս տարի դեռ չեմ լսել։ Պատահել է, որ գիշերով էլ են իրենք չվել ու գիշերով էլ ա լսվել իրանց յուրահատուկ ձայնը, բայց հլա որ չեմ լսել, կամ դեռ չեն չվել, դրա համար չեմ լսել, կամ էլ չեմ կարծում, որ ես լսած չլինեմ, ինչքան էլ խորը քնած եմ եղել, միշտ լսել եմ կռունկների այդ չվելու յուրահատուկ ձայնը։ Եթե դուք լսել եք, կարող եք գրել, սիրելի հետևորդներ ջան, մեր տարածաշրջանում շատ են կռունկները, ու միշտ շատ մեծ խմբերով չվել են։ Ուշադրությունս կկենտրոնացնեմ, որ եթե ցերեկով լինի, փորձեմ ձեզ էլ ցույց տալ։ Ասեմ, թե ինչի եմ եկել այս կողմի վրա։ Ուզում էի կոֆե փեմ, եկել մանեկա, իմ ջազվան չգտա։ Հետո հիշեցի, որ երեկ ձեր հետ ստեղ կոֆե եմ խմել։ Ահա, տեսնում եք, այս կողմը դեռ արև չի ընկել։ 8:30 առավոտյան։ Այ, այնտեղ թողել եմ։ Գնանք վերցնենք։ Այս բլոկները դեռ ստեղ է, սիրելի հետևորդներ ջան, այս վերևինը, որ այս մասը կոտրված է, դա գումարի մեջ չի մտնում, ասեմ, երեք չասեցի, երևի կմտածեք, որ կոտրված եմ գնել կամ կոտրած են բերել։ Մեզ 15 հատ է պետք, նույնիսկ 12, բայց ես միշտ սիրում եմ մի քանի հատ ավել վերցնել, կապ չունի ուտելիքա, թե այսինքն շինանյութ։ Այս մեկն էլ այդ վաճառողը բերել էր գումարից դուրս ու տենց էստեղ ամենավերևում մնաց։ Ահա, վերցնեմ ջազվան, գնամ կոֆե էփելու։ Այսինքն այ, որ մի բանը դնում ենք ու ման ենք գալի, չենք գտնում, թե ուր ենք դրել։ Ուր է, այստեղ է։ Դե գնանք տուն։ Սիմա ջան, եկար, կանձուկ, արի գնանք տուն։ Վազեց, առաջ ընկավ։ Ջազվան լվացի, քանի որ գիշերը դրանն է մնացել։ Հիմա կարամ եմ կոֆեն և գնացել էի գործի, կոֆե եմ առել, դեղել եմ առել, կոֆեն դատարկեմ, քիչ դեռ կա մեջը, դատարկվում է ստեղ 1000 գրամի կոֆե, այս ամանն էլ չի լուծնում, ոսկու գին ա դարել, սանք շուղ
թեքվում են, ես որ մի քիչ դժվար եմ կարողանում շարժվել հատկապես առավոտյան ժամերին։ Այսինքն Սիրելի հետևորդներ ջան, որ տեսա, որ մեջքս շատ այլի ցավում, գնացել եմ դիկլոֆենակ եմ առել, գերմանական դիկլոֆենակն է, ինքը կարմիր կոճակներն է, որը պիտի խմեմ ուտելուց հետո միայն, նույնիսկ այսպես է իր կարմրությունը երևում, մի հատ առավոտ, մի հատ քնելուց առաջ, բայց ուտելուց հետո։ Այստեղ եմ թողել, քնելուց առաջ էլ դե դժվար է մի բան ուտել, դրա համար թեթև եմ սնվել, թեթև սնունդ եմ օգտագործել, նույնը հիմա, որ շուտ առողջանամ, մի քիչ տխուր եմ այս պահով, քանի որ անընդհատ ուշքս իմ գործերի վրայա, սիրելի հետևորդներ ջան, այս վիճակով, նաև կաթ եմ պատվիրել, պետք է կաթ բերեն, ուշքս դրսում է, հենց որ կոֆես գեփի, կգնամ դրսում կնստեմ, կխմեմ, իրենք մինչև տան դուռը բերում են։ Ես դեռ իմ կոֆեի կողքին կանգնած եմ, որ մաքուր վերցնեմ, չթափվի, ուշեփում է, մեկ էլ հենց աչքներս թեքում ենք, օպլյա, լրիվ թափվում է։ Լավ, այսքանը վերցնեմ արդեն։ Այն մի բաժակը սրա հետ համեմատած ջուրը քիչ է, ու իմ կոֆեն քիչ եղավ։ Ավելի լավ ճանապարհ ինչի թափվի, դե գնամ։ Կոֆես խմել եմ, եկել տուն, պատրաստություններ եմ տեսել, իմ դեղը խմելուց առաջ, սնվել, եթե կարելի է այդպես ասել, որ գնացել է 3 դեղը գնելու, հատուկ, մի քանի տուփ տվառոկ եմ վերցրել, որ այս ընթացքում դեղից առաջ սա ուտեմ, որպես թեթև սնունդ, աղ եմ ցանել մի պտղունց, այսա աղը կքաշի համով ֆայլելու համար, ջուրն եմ պատրաստել, դեղը բացել եմ ահա այստեղ, 5 օրվա համար, սիրելի հետևորդներ ջան, 3 առավոտ, իրիկուն, մեկն էլ հիմա եմ բացել, ասեցի, որ դեռևս տուփից երևում է, որ ինքը կարմիր կոճակ է, այն անգամ, որ շատ վատ է, ինձ խորհուրդ էիք տվել կարմիր դիկլոֆենակը, տուփով, տուփը կարմիր չէ, հատիկն է կարմիր, ահա ինչպես սիրում ենք ասել, կոճակն է կարմիր, ու քանի որ առավոտ շուտ պետք է խմեմ մեկ էլ քնելուց առաջ, որպես թեթև սնունդ, տվառոկը ընտրեցի, նաև շատ առողջարար, կալցիումով հարուստ, դե կաթն էլ հիմա կբերեն, կաթը նույնպես շատ օգտակար է, հենց որ կաթը կբերեն, արդեն կմիանամ ձեզ, մինչև որ կաթը կեփի, այդ ընթացքում կզրուցեմ։ Ես էլ կաթը, սիրելի հետևորդներ ջան, նոր բերեցին, ու դեռ տաք է, կովից որ նոր կաթը կթում են, տաք է լինում։ Սպասում են, որ ամանը տանեմ իրանց տան, դրա համար մի քիչ արագի մեջ եմ միացել ձեզ, հավեսի բերելով ես լավ պահով, այն անգամ էլ չէ, դատարկեցի սամանը, որ տանեմ արագ իրենց տան, իրենց տունը հեռու է,
Դրա համար իրենց հասցնեմ, քանի դեռ էստեղ են։ Կոլորշին այսենց հավաքվել է կաթի տաքությունից, սերն էլ երեսն է ընկել, քանի որ այս ընթացքում, երբ որ այդ կաթ համանը տարա, որ տամ կաթ բերող մարդուն, հարևանս ձայն տվեց ու գնացի հարևանիս տուն սրճելու, այդ պահերով ձեզ չեմ միացել, սիրելի հետևորդներ ջան, այդպես ստացվեց, զրուցով ընկանք ու այնպես չի, որ ձեզ մոռացել եմ, ուղղակի երբեմն էլ այդ ձևով է լինում, ընդհանրապես, երբ որ վլոգ եմ պատրաստում, նույնիսկ այդ ընթացքներում է պատահում, որ ես գնում եմ հարևանի տուն և ձեզ չեմ միանում, միացնեմ, այս կողմ եմ ուզում եռացնել, այստեղ 5 լիտր կաթ է, այս ընթացքով էլ չեմ միանում ձեզ սիրելի հետևորդներ ջան, կհետևեմ և ուզում եմ, քանի որ եղանակը արև է, գնալ բախչել, ձեզ էլ ինձ հետ կտանեմ։ Սիմա ջան, դու էլ ես կաթանը սպասում, ես կակաո կխմեմ, դու էլ կաթ կխմես, հա? Կանաչ աչքերդ։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ պատրաստել եմ իմ կակաոյի համար մի քանի գդալ շաքարավազ ու կակաո, ընդհանրապես, եթե մեկ բաժակ եմ ուզում, հենց այսպես բաժակի մեջ պատրաստում եմ, այդ շատ լավ եմ հիշում, երբ որ մամաս էր պատրաստում մեծ պղնձով, հենց շաքարը, հատիկով լցնում էր կաթի պղնձի մեջ, կակաոն էլ մի քիչ շաքարավազի հետ խառնում էր, որ գնդիկներ չառաջանա, հետո գոլ կաթով բացում էր, լցնում ընդհանուր պղնձի մեջ ու այդպես էր եփում, որ բոլորս էլ միանգամից պատրաստի կակաոն խմենք։ Այ, մինչև խոսեցի կաթը բարձրանում է, ճրճռալով, ու շատ է լինեմ չթափվի, ահա, դեռևս չեմ կպչում, մի քիչ էլ բարձրանա, եռում արդեն, սերի տակ եռում է, նկատում եք, չէ, ու եռալով բարձրանում է, բայց ամեն դեպքում, որպես տնական կաթ, չնայած ես գիտեմ, որ իրենց ապրանքները լավ պահված է, բոլոր սրսկումներն արված է, բայց ավելի հանգիստ լինելու համար սերն էլ եմ խառնում, որ սերը հետը եռա, այսպես, ու արդեն տեսնում եք, որ լավ եռում է, որպես տնական կաթի պետք չէ խուսափել, և անջատում եմ, ահա, այսպես, նորից եմ ուզում սերը հավաքել, այս եզրերին գնում է կպչում, չնայած վերջում մատով քաշում ենք, ահա, դա էլ մեր մանկությունից եկած սովորություն է, այսպես, հրաշալի, ու արդեն կարամ իմ կակաոն սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ է, սա մյուս կողմ, մի փոքր լցնելու եմ, խառնեմ, որպեսզի խառնվի կաթի հետ, հետո նոր ընդհանուր կաթն եմ լցնելու և այս ձևով շատ հեշտ եմ լինում։ Բախչեմ էլ կգնամ, կակաոն վայելելուց հետո միայն։ Ընտիր, տեսակ ոնց բացվեց ու գնդիկներ չի մնում։ Ավելացնեմ։ Այս բաժակը լավ թափով է, եթե սրանով կաթ կամ կակաո եմ խմում, հագենում եմ և կարելի ասել երկար պահում է։ Այսպես, շերեփը մի կողմ, ընտիր։ Անպայման փակում եմ, մածուն չեմ մերելու, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մերած մածուն ունեմ և անցնեմ իմ կակաոն վայելելու։
Կիսաչոր տերևները խշխշացնելով եկանք հասան բաղջեն։ Սիրելի հետևորդներ ջան, եղանակը լավն է, բայց արևն արդեն թեքվել է այն մի կուռը։ Դե գիտեք էլի, որ մեր տան տեղը սարի էս մի կրանն է ու շուտ է թեքվում։ Շակետս էլ եմ վերել, ասի, մնել կտենամ, սառը քամի փչեց, ուսերից գցեմ, որ չմրսեմ։ Ուրեմն, Էսա վաղճի ծառերի վրա շևածերերին կա, դե միշտ ասել եմ, որ շևածերերին կա, հետս տանակել եմ վերել, որ մի հատ էլ ստի համտեսեմ, էլի։ Համի այդ շևածերերը հլա կա ու կա, քանի որ դրամա պետք է նարդիվան վերեմ, բրծրանամ, վեր գամ, բայց այս կրացած շևը, որ այս ծառի վրայա, մեկ էլ այն մի կողքին ունեմ կրացած շև, առաջին հերթին էդ եմ ուզում քաղեմ, որ տանեմ չիրանեմ։ Համարյա թե ուշացնում եմ, բան չի պակաս այ, շոգ եղանակա, տաքաշուն ամեր կշտին, ամեն դեպքում կշերնին ցուր տալում, դեր եղյամ էլ չի դնում, այ որ եղյամ էլ դնում է, արդեն իսկական ցրտերը մոդիկանում են։ Շատերդ կիմանաք եղյամը որն է, չէ, սիրելի հետևորդներ ջան։ Եղյամն են է, որ ցերեկվա տաքից, քշերվա ցրտից, արդեն խոտերի վրա այդ ջուրը ցրտից սառչում է, բայց շատ չի սառչում, ու թենց ցողի նման սպիտակած խոտերի վրա երևում է։ Արևը ծագելու հետ կորչում է այդ եղյամը։ Հիմա մտածում եմ երևի տեսախցիկը մոտեցնեմ, հա, չնայած այս տեսարանը շատ հրաշալի է։ Ասում եմ, բան ու գործ չունենամ, ամբողջ օրը գամ ես բաղջում պտտվեմ։ Բայց առանց դրա չի լինի, որ գործ չունենանք։ Այս մեկ իսկական կտրելու է, քանի որ ներքևից տենում եմ, որ կարալյոկ է ինքը։ Կարամ քաշեմ։ Այդ սրան եմ աչկադրել, ես եմ ուզում փոկեմ։ Փոկեցի։ Այո։ Մեկ էլ շատ ավելի համով ալում լիքը, երբ որ հենց բաղջիցը, ծառի վրիցը, կամ էլ թփի վրիցը պոկում ենք, այս են ծերով մաքրում։ Սա վնասակար չէ, էլի թենց, ու սենց կտրում։ Կարալյոկ, այո, հոտեցնեմ, տեսեք, որ կարալյոկը որնայում բաղջի։ Ես էլ վայել եմ ու սկսեմ քաղել, համեղ տեսախցիկը կմոտեցնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Քանի որ հավերից հանում եմ դուրս, կգան էդ էլ իրանք կուտուտ կանեն, թե չէ այդքան պահակ եմ կանգնում, վազում եմ, մին ես ծառի կուշտը, մին են ծառի կուշտը, հմի էլ մինչև գալս իրանց կերակրել եմ կուշտեն, ջուրը խմել էին, ցմաքացրել, էտել եմ տվել, իրանք ապահով են, մնում է ռիգվակուտը, ռիգվակուտին ճուտերիս էտա փագած եմ կուտն ու ջուրը տալի, հավերիս էլ բաց եմ թողում, արևը հասել է այն մի կուռը գնում արդեն մայրամուտ, դե ես էլ ես վայել եմ, հետո սկսեմ գործս, մի վեդրո կքաղեմ, սիմուչկա, այ սիմուչկա, ասի դանակը վեր ունեմ շորիս վրա դնեմ, թե չեն դեղից այ գիտեի, որ սիման պետքա գա ծառը բրծրանա, խավեր տա, այս տերևների մեջ չկորցնեմ դանակս։ Դե արդեն սկսեմ քաղել, այս փոքր վեդրոն եմ բերել, սիրելի հետևորդներ ջան, որ շատ ծանրություն չտանեմ էլ ինչ է տուն, ինձ խնայեմ, ահա։ Որոշներն արդեն շատ ահասել, բայց թե դեռ չիրը կդառնա։ Ես իմ ձևերով ընտիր կսարքեմ։ Ընդհանրապես, որ ուզում ենք չիր անենք, պետք է կարալյոկը մի քիչ կանաչոտ էլի, որ մեր չիրը ավելի լավն էլի, բայց թե այս տարիների փորձը, հա, Սիմա ջան, ինչ ես ուզում, բրծած հար չես կարում իջնես, իջի։ Այս տարիների փորձը ցույց է տվել, որ նաև այս շատ, որ մի քիչ արդեն հասնում է,
արդեն այդ կանաչից դուրս է գալի ու ավելի լավ է դեղնվում, էլի շատ համով է ճիրը ստացվում ու որակով։ Ես կասեի դրանից էլ որակով։ Ուղղակի շտապում ենք ճիրը շուտ անել, որ շուտ չորանա, միակ տարբերությունը դա է ու առավելությունը, որ այս վիճակով ավելի համով է լինում։ Չեմ նայում մաներա թե խոշորա, այս ճյուղինը լրիվ քաղելու եմ սիրելի հետևորդներ ջան, հետո կտանեմ տուն, տանը կջոկեմ, որը չիրանելու լինի չիր կանեմ, որն էլ կթողամ ուտելու համար։ Միևնույնն է, բոլորը պետքա քաղեմ, այդ շևածերերին, որ ասում եմ, պետքա լրիվ քաղեմ, դրա մի մանր ու խոշոր չեմ անում, ինչ կա, չկա, այս կռացած ճյուղը ուզում եմ լրիվ քաղեմ։ Ուտելու համար շատ համով է, այնքան քաղցր է, ուղղակի այդ քաղցրությունից մատերս կպչում է։ Այդ մեկը, որ ձեր հետ կտրեցի, դրա նման շատերը կա, ընդհանրապես այս ծառը տարբեր ձևի է դեպք տալի, համ կարալյո կա տալի, համ խորմա է տալի, Պետրոս պետք է բերեի, սիմը չկա, որ սարա սիմա, այս մի վեդրոն բերի, որ թեշ տլնեմ, ծաղրություն չբարձրացնեմ, այսենց, քիչ կլավանամ, գործերս արդեն ավելի արագ կկազմակերպեմ, չեմ շտապում, եղանակը սաղիս կռնուցն է, ստյան էլ արևն աչքերս ծակում է, բայց թե լավն է, կհասցնեմ քաղել, ասեմ, որ այս քաղելուց հետո հավերը հանելու եմ քուջուջի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ վերջերս շատ եմ այդ կադրերով ձեզ միանում, այդ կադրով չեմ միանա, կմիանամ, երբ որ արդեն դրսի գործերս վերջացրած լինեմ ու արդեն կարալյո կկլպեմ ջրի համար։ Ոտնոց են եկավ։ Կամ շունա, կամ էլ չգիտեմ, չի երևում։ Որ մարդելեր կբարևեր։ Երեխեքն էլ են բարևում, դպրոցական երեխեքի տուն գնալու ժամն է, պարապմունք էլ են անում, ուշ են տուն գնում։ Երեխեքն էլ են ծանրաբեռնված։ Կովեր են, ախր ես զգացի, չէ, որ ստեղ ինչ-որ մի տարօրինակ ոտնաձեներ ա գալի, կովեր են գնում, բենասեսում կովերն են գան, որ պաղս են կարալյոկ իվ ոտնարել են սրանք, կովարի, էսումն են, բենաս հետը մարդ կա, չէ, լավ դրանով չեմ զբաղվում, այդ կադրից դուս կզբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, որ ձեզ էլ շատ չզբաղեցնեմ, դե ոնց ասի, էլ մանր ու խոշոր չարի, այս կռացած ճյուղը լրիվ քաղում եմ, քամին սկսեց, այս ինչ է շատ էի, Էսում ապրանքն ատենաս, այսօր որ կաթը էպեցի, բայելեցի մի լավ կակաուն, նաև օրեր առաջ հրաժան էի պատվիրել, բայց արդեն էտ ուրիշից, զանգել են, որ իրիք վակոմ կբերեն, քանի որ իրանք սարերում են, սարից իջել են, եկել են բինա, այսինքն մոդիկացել են գեղին, էլի, բինեին էտա, սիրելի հետևորդներ ջան, բինա են բռնում, յուրդ են բռնում, հենց փայտե տնակներում կամ էլ քարի տներում մարդկա իրա այդ գնալու տեղը քարից է սարքում, օրինակ մենք որ սար էինք գնում, մեր այդ տունն էլ էր քարից, երկու մեծ սենյակ քարից տուն էինք սարքել, ավելի ապահով,
Երեք խոզուկներին հիշենք, որ փայտից են սարքում, գայլը փչում է քանդում, բայց քարի տունը չի կարում քանդի, մի շատ մարդիկ արդեն քարից են սարքում, էլի, շատ պատահական, որ դեռևս փայտի տենց տնակներ են սարքել սարերում ու ձորերում, ում ուժը ոնց պատում է, ով ոնց կարում է, նենց հավար փայտն էլ ամուր, սիրելի հետևորդներ ջան, էդ էլ է երկար տարի պահպանում, ճիշտ է, հենց կատակ եմ անում, երեք խոզուկների տնակը հիշեցի, բայց թե էդ էլ է լավը, իմ վեդրոն լկցվեց, սիրելի հետևորդներ ջան, ես մի հատ տանեմ տուն դատարկեմ, պետք անպայման գամ, ես էլ քաղեմ, սենց որ զգում եմ մոտ մի 5-ից 6 կիլոգրամ կլնի, սա իմ համար ոչ մի բան է, ինձ չի խանգարի, դե կամաց գնամ տուն հասնեմ ու էլի կամ Ուրեմն տուն չկարա, սիրելի հետևորդներ ջան, տարել եմ պատվալի դրանն եմ դատարկել, մեծ հաշիկ ունենք, սնդուկ ունենք, էլի այդտեղ եմ դատարկել, քանի որ պետք է ասես թենենք ջոկջկեմ, չէ, ջրի համար, մանրուքա շորանեմ, կամ ես արանքը մտնում, հետո քաղեմ, Հարսասնեմ, որ սենք չդխկա, այ օրինակ սա ջրի է, այսօր կքաղեմ, ինչքան որ կկարենամ, ես մի վեդրոն էլ ձեր հետ քաղեմ, հետո արդեն հավերն էլ են ճամփապուհում, էլի մեղք են, ընդիս էդ կիղաքին բքուր են եկել, ինձ են ճամփապուհում, որ դուս անեմ քու ջուջանեն, էլի, մեղք են, ես մի վեդրոն էլ ձեր հետ կքաղեմ, հետո իրանց դուս կհանեմ, ու կգամ կքաղեմ, համ իրանց կհետևամ, համ կքաղեմ, սիրելի հետևորդներ ջան, ասում էի, այսօր չիրը կանեմ կկլպեմ, բայց ժամանակի մեջ չեմ տեղավորվի, օրը մի թիքա օրա դարել, ընդի բացալում, ընդի մտնում է, ես էլ այսքան շատ գործերի մեջ, չմոռանամ ասեմ, որ այսօր իմ ազատորն էր, համ էլ դե մի 2 ժամ էլ գնացի հարևանիս տանը մլոլարի, դե էդ էլ է պետք է էլի, առանց դրա էլ չի լի, են էլ լավ հարևանի, հետո նոր արդեն իմ գործին անցկացա, ես ինձանից գոհեմ, իմ ես օրվա համար գոհեմ, փառք Աստծո, այդ տեղերն էլ որ խմում եմ, օգնում է, սիրելիներս, մի պահ լավ չէ զգում առավոտվա ժամերին, չգիտեմ, երբեմն դե ուզմա ցավող տեղ ունենանք, ուզմա չէ, մանավանդ որ շատ ծանրաբեռնված են քլում, ռաուդը որ վիր ենք կենում, մի քիչ, ասենք, են չենք զգում, էլի, հատկապես որ ծանրաբեռնված են քլում, նշում եմ դա, հետո արդեն օրվա հետ ամեն ինչ հունի մեջ է անկնում, այս էլ է ջրի, կարևորը քաղեմ, այդ կովերն էլ որ սենց արդեն եկան, գնացին, չգիտեմ էլի, վտանգավոր է, գոնեին ամենալավ տեղերը քաղեմ, կովերն էլ են սրան ուտում, շումն էլ է ուտում, սիրելի հետևորդներ ջան, հարևանը շատ շներ ունի, մեկ էլ տենում եմ, մեծ շներ են էլի, գալիս են ուտում են, քշում եմ, բայց էլի գալիս են, գիշերով են գալի, ցերեկն եմ տենում, առավոտ շուտ որ վեր եմ կենում ու քշում եմ, հեսա օրինակ, այստեղ մեկն էլ իրանց ատամի տեղն է, սիրելի հետևորդներ ջան, այս հենց կծում են, որը ուտում են, որն էլ ես քշում եմ, բերանից գցում են ու գնում, այս էլ շան հրամածը, այս իմ հավերը կուտեն, աշկար տեղ գծեմ, հավերը սրանք ուտեն, այս մի ծառը, հոնի ծառը, գիտեք որ հոնը միշտ, աշնան վերջում, եկող տարվա բերքի համար կոկոմները, բողբոժները դուրս գալի ու հիմիկվանից երևում է, որ բերքը կա, այս տարի գոնե մի հատ հոն չքաղեցի, մի քիչ կար, կարկուտից փրկվել էր, էդ էլ տոթը տարավ, այդ հենց բան էր, հավեսով
Հենց որ քաղում եմ, դե արդեն այն անգամ էլ եմ, որ ձեր հետ քաղել, մի 10 օր առաջ եւ ավել, որ քաղեցի, որ պետքա ճիր անեի, հետո մնաց գործն էլ, որ մնում է, գիտեք, էլի։ Բայց թե դրանից չենք նեղվում, կարող ա դուք էլ ինձպես, եթե ձեր գործը ինչ-որ միտեղ մնացել է, կանգ առել, շարունակեք, սիրելիներս, չհուսակտրվեք, հուսախաբ չլինեք, թևաթափ չլինեք, բոլորս էլ հիվանդանում էլ ենք, լավանում էլ ենք ու շարունակում ենք մեր գործերը կատարել։ Կարևորը աշխարհը խաղաղ լինի, մնացած ամեն բան մեր ձեռքում է, մենք կանենք։ Ես մի վեդրոն էլ լցնեմ, հետո արդեն կգնամ, համ կդատարկեմ, համ էլ հավերից դուրս կհանեմ։ Իսկ կառալյոկի ճիրը պատրաստելու գործով հաջորդ վլոգներում։ Հույս ունեմ, Աստծո հաջողությունով կստացվի, երբ որ ընդհանրապես մի բան շուտ որոշում ենք, ասում ենք դե շուտ չեմ ուզում ասեմ, չի լինում, հետո իսկապես չի լինում, ոնց որ մենք նախորոք ասում ենք, որ չի լինելու, դրա համար այդպես չխոսենք, ասենք, որ կլինի։ Հաղթող դուրս գանք ամեն մի հարցում, սիրելի հետևորդներ ջան, զգուշ եմ ասում ճյուղերի կողքով, որ ճյուղերը շատ չջարդվի, ճիշտ է էտելու եմ, բայց քաղելու պահին չեմ ուզում ճղքները փչացնեմ։ Այսպես, համարյա թե լցնել է։ Այս մի վեդրոն համարյա թե բոլորը կառալյոկ է, գույնից ու տեսքից եմ հասկանում, սիրելի հետևորդներ ջան, դրա համար էլ այդպես որոշեցի, որ կջոկեմ, որը խուրմա է, նրան կկլպեմ ճիրանելու համար։ Առայժմ, սիրելի հետևորդներ ջան, ես անցնեմ իմ այդ գործերին, որ կիսվեցի ձեր հետ, լավ եղեք, առողջ եղեք և միշտ ձեր գործերի մեջ հաջողակ եղեք։ Գովարիլա, կառալյոկի փոք վառել եմ, գովարիլա, օհո, գովարի հա։ Չալարեցի, եկել եմ տենամ, իսում կորնա, սիրելի հետևորդներ ջան, որ տիրոջը խաբար անեմ, տեր դառնամ։ Եկել ա ուղիղ իմ բաղչի մոտ ու չի գնում, բայց ոնց որ հետևից մարդ ա գալի, չգիտեմ, տերն ա թե ով ա, մի քիչ սպասեմ։ Էս որ մտավ, չէ, շատ լավ գիտեմ, որ կովերը սետկի գլխով էլ թռչում են ու մտնում են, ու մեկն էլ ա գալի։ Հեսա։ Էսում կովերն են։